Ժողովուրդ ջան, ես կատարեցի ձեր պահանջը։ Մի քանի օր առաջ Կարենի հետ խոսում էինք խաղամոլության մասին, որ կազինո չարիքը կարելի ասել մտել է մարդկանց տները, ամեն մարդու գրպանում կա օնլայն կազինո։ 100 հազարավոր մարդիկ կորցնում են իրենց տարիներով աշխատած գումարները, տները, մեքենաները, դրա հետևանքով ընտանիքներ են քանդվում, մարդիկ հայտնվում են պարտքերի եւ վարկերի տակ, հուսահատությունից դիմում են գողության կամ այլ հանցագործությունների։ Ցավոք բազմաթիվ են նաև ինքնասպանության դեպքերը։ Այս չարիքի դեմը առնելու համար Կարենը առաջարկեց շատ պարզ բան՝ օրենքով պահանջել, որպեսզի բոլոր կազինոների կայքերում եւ հավելվածներում լինի ինքնաարգելափակման կոճակ, որպեսզի մարդ, ով հասկանում է, որ կախվածություն ունի, կարողանա մեկ հպումով փակել իր հաշիվը եւ այլևս չխաղա։ Ես խոստացա, որ եթե 5000-ից ավել մարդ աջակցի այս գաղափարին, ես կկազմեմ օրենքի նախագիծ եւ կներկայացնեմ ազգային ժողով։ Տեսանյութը հավաքեց 11000-ից ավել լայք TikTok-ում, 22000-ից ավել Instagram-ում եւ Facebook-ում եւ 5000-ից ավել քաղաքացիներ մեկնաբանություններում գրեցին, որ կողմ են առաջարկին։ Ժողովուրդ ջան, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինչպես խոստացել էի, պատրաստել եմ օրենքի նախագիծ եւ ներկայացրել ազգային ժողով։ Այն ազգային ժողովում կքննարկվի ապրիլ-մայիս ամիսներին։ Ասեմ անկեղծ, հատկապես ընտրություններից առաջ, տեսնելով այսքան մարդկանց պահանջը, չեմ կարծում, որ պատգամավորները դեմ կքվեարկեն առաջարկին։ Շնորհակալ եմ այս մեծ աջակցության համար։ Միասին կարող ենք այս չարիքի դեմը առնել։ Հետևեք իմ էջին եւ միասին գնանք առաջ։